ինչ անուշ է գրում։ Շատ համեղ է, ընկել եմ։ Սիրելիներս ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, ողջունում եմ ձեզ իմ խոհանոցից։ Այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու հավի կրծքամսով և սնկով, այնքան համեղ է չեք պատկերացնի։ Կարելի է այն մատուցել ցանկացած տեսակով, օրինակ մենք խմորի մեջ ենք դնելու, սիրելիներս, բայց այս ուտեստը կարելի է ուտել հենց որպես տաք ուտեստ, որպես սառը ուտեստ և նաև որպես աղցան կարելի է պատրաստել, այնպես որ մնացեք իմ հետ ու սկսում ենք պատրաստել։ Իհարկե սկզբի համար մեզ անհրաժեշտ է լինելու սուկ, շամպինյոն տեսակի սունկն եմ ընտրել, արդեն լվացել եմ, մաքրել եմ, մնում է կտրատենք և հավի կրծքամիս։ Սիրելիներս 800 գրամի չափով հավի կրծքամիս կա և երևի 300-400 գրամ սունկ է, հավի կրծքամիսը ավելի գերակշռող մասն է կազմելու։ Հիմա պետք է մանր այսպես կտրատենք ու հետո թավայի մեջ տապակելու ենք և սունկը և հավի միսը։ Ես հիմա կշարունակեմ կտրատել, իսկ դուք հետևեք իմ աշխատանքին։ Վերջ, կտրատեցինք, հիմա գնում ենք ջեռոցի մոտ, գազոզակի մոտ ավելի շուտ, որպեսզի տապակենք։ Միսը պետք է լավ տապակենք, սիրելիներս, հավի միս է, մանր ենք կտրատում, շուտ եփվող միս է, այնպես որ տապակելու միջոցով եփվելու է։ Մինչ կտապակվի, հետո կտրատելու ենք նաև սունկը։ Սիրելիներ, 1 ճաշի գթալի չափով յուղ ենք ավելացնում, ես օգտագործելու եմ ռեդի յուղ, դուք արդեն գիտեք իմ մշտական ու կարելի ասել ընկերն է դարձել, տեսեք որքան գեղեցիկ է, գույնը հրաշք է ուղղակի, ամենակարևորը շատ համեղ են ստացվում ուտեստները և խոլեստերին չի պարունակում։ Դուք էլ անպայման օգտագործեք, կտեսնեք, որ հրաշալի արդյունք կունենաք։ Հավի միսը այսպես հիմա մարմանդ կրակի սիրուն տապակելու ենք։ Մինչ կտապակվի սիրելիներս հավի միսը, սունկն ենք կտրատում, ձեր չունի կտրատելու, այսպես մանր արագ-արագ կտրատում ենք, որովհետև պետք է հետո համենենք ու սոխ ենք ավելացնելու։ Սոխը սկզբից չենք ավելացնում, որպեսզի չվառվի, չկարմրի։ Հետո ենք ավելացնելու սոխը, որպեսզի մեր համը հոտը մնա։ Սիրելիներս հիմա կարող ենք ավելացնել արդեն սունկը։ Սունկը որ ավելացնում ենք, գիտեք որ ծավալով հիմա շատ է երևում, հետո քչանալու է, անընդհատ խառնելով, տապակելով քչանալու է, վերջում նոր արդեն աղ կանենք, եթե հիմա աղ անենք հնարավոր է աղ է ստացվի։ Այ տեսեք որքան է արդեն ծավալով քչացել սիրելիներս։ Իդեպ ասեմ, որ սունկ ավելացնելուց հետո ինքը ջուր դուրս գցելու հատկություն ունի, գիտեք։ Երբ որ այսպես արդեն չորանում է, տեսնում եք, որ այլևս ջուր չկա, շատ հանգիստ կարող եք ավելացնել սոխ։ Մանր կտրատված սոխ ավելացրեք։ Կես գլուխ սոխ կարելի է ավելացնել։ Ու շարունակում ենք այսպես տապակել, որպեսզի սոխի համն ու հոտը սենց անուշ տարածվի։ Կարող եք նաև սխտոր ավելացնել, բայց ես նախընտրում եմ սոխով տարբերակը։ Սոխը մի փոքրիկ տապակելուց հետո սև պղպեղ ենք անում, կարմիր աղացած պղպեղ և իհարկե աղով ենք համենում։ Սիրելիներս աղը ըստ ճաշակի է։ Որ իմանաք ինչ համեղ է բուրում, հրաշք է ուղղակի, ընկիր ուտեստ։ Այ հիմա արդեն պատրաստի վիճակում է, կարող ենք արդեն գազ օջախը անջատել, թողնում ենք որպեսզի հովանա, որովհետև խմորի մեջ ենք դնելու, քանի որ խմորը շերտավոր խմոր է, պետք է ուտեստը նույնպես սառը վիճակում լինի խճողակը։ Սպասում ենք սառը, հետո արդեն կշարունակենք։ Սիրելիներս, մեր խճողակը արդեն սառել է, լավ վիճակում է, կարելի է օգտագործել։ Մեր տան վերևի հարկում գործեր են անում, որ այսպես ձայներ լսվի, նախապես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան չլսվի, բայց ինչ արած, որ այսօր կիրակի օր է, երբ որ աշխատում ենք, պետք է աշխատենք։ Սիրելիներս, ունեմ շերտավոր խմոր, մի քանի հատ այսպես ունեմ սառնարանում,
Ընդհանուր 250 գրամանոց է մի շերտը։ Այսպես բարակ բացված, սովորաբար չեմ առնում պետական այսպիսի խմորներ, ես ինքս եմ պատրաստում գիտեք, բայց մեկ-մեկ անհրաժեշտ է լինում, այսպես արագ ուտեսներ պատրաստելու համար։ Մեղու է հավաքում, դե սեփական տունն էլ այսպես է, չէ, ով ասես կգա մեզ հյուր։ Բաժանելու եմ 8 մասի և լցոնելու ենք։ Ես ջեռոցում թխվածքաբլիթներ ունեմ, ուրիշ տեսանյութ ենք նկարում, մինչև սա պատրաստեմ, նա էլ պատրաստ կլինի ու կուղարկենք ջեռոց, թխելու ենք 200 աստիճանում, տեսեք, որ մեղուն հիմա ինձ կգծի, 200 աստիճանում ենք թխելու սիրելիներս, որովհետև շերտավոր խմոր է, 200 աստիճանը բավական է, միջուկը պատրաստել, մեզ ուղղակի պետք է լինելու, որպեսզի խմորը թխվի ու վերջ։ Հիմա գդալով կլցնենք։ Լավ լցնենք, մի կերպ փակեք, ես միշտ այդպես եմ անում, լավ լցնում եմ, հետո մի կերպ բարակ խմորը այսպես ծածկում ենք, դնում ենք ջեռոցի թաղայի մեջ, բոլոր կողմերից լավ կծածկեք, եթե ուզում եք կարող եք երեսին ձու քսել, ես ավելորդ ձու չեմ քսում, այդպես ենք սիրում, այդպես եմ պատրաստում, եթե դուք ուզում եք կարող եք ձու էլ քսել։ Ինչու չեմ սիրում այս պետական խմորները, նախ Իտալիայում շատ բարակ են վաճառում, այդքան էլ լավ բան չունի, որակ չունի, ու ինքան արագ է փափկում, չեք պատկերացնի, չես հասցնում ձեռքերդ կպցնես, ինքը արդեն փափուկ վիճակում է, տեսեք, որքան բարակ է ու շատ փափուկ, սառնարանից հենց անմիջապես պետք է դրա համար մեկ-մեկ եմ հանելու հիմա, խմորը 4 հատ ունեմ, բայց 4-ն էլ չհանեցի, մեկ-մեկ այսպես կհանեմ ու կպատրաստեմ։ Շատ փափուկ ու շատ բարակ խմոր է, իդեպ կարագով չի պատրաստված, իմ կարծիքով դրանից էլ է, այստեղ շատ հազվագյուտ կարելի է լավ խմոր գտնել, դրա համար ես միշտ էլ տանն եմ պատրաստում, տանը պատրաստածից լավը չկա։ Վերջ, առաջին թավան ուղարկում ենք սիրելիներս 220 աստիճանի տակ, մինչև որ գեղեցիկ կարմրի ու բարձրանա, իսկ ես կշարունակեմ պատրաստել մնացածները։ Շատ արագ է թխվելու, կարևոր է խմորը լավ կարմրի, սիրուն բարձրանա ու մեր ուտեստը պատրաստի։ Ասեք, որ շատ համեղ է լինելու, որովհետև համեղ բաղադրիչներ, շերտավոր խմոր, մի խոսքով հրաշք է։ Սիրելիներս պատրաստ են կարկանդակներս, հավիկրծամսով և սնկով, համեղ, սիրուն, ափսոս, որ շերտավոր խմորը իմ պատրաստածը չէ, բայց էլի չենք դժգոհում, որովհետև լավ է ստացվել, հիասքանչ, տեսեք որքան շատ է, կարելի է ամբողջ մի լավ սենց խմբով հավաքվել ու անուշանել։ Իդեպ շատ հարմար է նաև ապերիտիվի համար, չգիտեմ հայերենով ինչպես են ասում, կներեք բարիս համար, բայց նախ ուտեստ որպես ընկերներով հավաքվեք, համեղ հյութերով կամ հետաքրքիր խմիչքներով կարող եք անուշանել, սիրելիներս։ Դե ինչ հարազատներս, ես հիմա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, պատրաստեք, անուշարեք, ինձ էլ կհիշեք պատրաստելուց և անուշանելուց։ Հիմա կփորձեմ, դες կասեմ համը ինչպիսին է։ Ինչ անուշ է բուրում, շատ համեղ է, ընկել եմ։